ձեզ ժողովուրդ, հուսամ լավ եք, համ շատ բանի մասին կուզենամ խոսամ, որը երևի այսօր շատ չխոսամ, համ կուզեմ անցնենք բուն գործին, ուրեմն այսօր հերթական հաշվետվությունն է խուստուփ գիտատաճարի գրքերի վերաբերյալ, բայց մեկ կարևոր պահ կա, որ ես փաստացի կօգտագործեմ սրա համար իմ անձնական որն է Facebook-ի էջը և SOS-ի YouTube-ի էջը և կստացվի այնպես, որ խուստուփ գիտատաճարի մասին կիմանան այն մարդիկ, ովքեր որ ինձ կհետևեն կամ SOS-ի էջին։ Դրա համար խնդրած կեղնիմ խուստուփ գիտատաճարի գաղափարը տարածեք ձեր մեջ, վիդեոն չէ, դուք ձեր մեջ, ձեր ընկերների մեջ, որպեսզի մենք հասնենք գրքերի մեր առջև դրված նպատակին։ Նշում, արեք աչուց աղջաննիմ, միանգամից անցնենք բուն թեմային։ Այսօր ապրիլի 24-ն է, 2025 թվականի, այսօր այն օրն է, երբ որ թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ, որի մեջ առաջի հերթին սպանեցին մեր մտավորականությանը։ Ես դրա մասնագետը չեմ, բայց իմ սուբյեկտիվ տրամաբանական կարծիքով Հատուլի համերգին այսօր այդքան շատ մարդ կերտա, հատկապես այն պատճառով, որ 100 տարի առաջ և միգուցե դրանից առաջ էլ այն մարդիկ, ովքեր ուզեցել են մեզի ոչնչացնեն, ոչնչացրել են մեր մեծերին։ Ավտոմատ կստացվի, որ 100 տարի հետո մենք կերտանք ազգովի թուրքական ծագում ունեցող երաժշտություն լսելու։ Դրա համար է, որ իմ մոտ հարցեր կառաջանա, էլի մենք հայ ենք, թե մարդիկ ենք, ովքեր որ ներգայանանգը որպես հայ։ Բոլոր թատուն լսողներին տեղեկացնեմ, որ դա հայկական երաժշտություն չէ, և երբ որ դուք լսեք կռաբիզ թուրքական կրկելոցներով համեմված երաժշտություն, հասկացեք, որ դա հայկական չէ, պրոստը հասկացեք, ոչ միայն հայկական չէ, այլ նաև այդ երաժշտությունը ծագումով մեզի ոչնչացնել ցանկացողներին է, և դուք երբ որ խոսակ հայրենասիրությունից, Հայաստանից, հայկական սահմաններից, թուրքերը վաղն են, թուրքերը եսիմ ինչ են, հիշեք, որ դուք ինքներդ լսում եք թուրքական ծագումով երաժշտություն։ Սա մեկ։ Իսկ երկրորդը, որը վերաբերվի գա արդեն ռաբիզ երաժշտություն ստեղծողներին, թուրքական կրկելոցներով, ես ուղղակի չեմ կրնացեզի հարգեմ, որովհետև դուք կսեք, որ դե ինչ են, ինքնիկ փող կբերե։ Սկալը, ասնիկ գրքին, չի կա այս թեմային չանդրադառնայի։ Ուրեմն ժողովուրդ, խուստուփ գիտատաճարի գրքերի գնման պրոցեսը բավականին դանդաղել է, որովհետև կրկնեմ գը, այս ինֆորմացիան դուրս կուկա իմ էջից և այն մարդիկ, ովքեր որ հետևում են իմ էջին, արդեն ովքեր որ գրքերը պիտի գնեն, արդեն գնել են։ Եվ հարկավոր այս գաղափարը տարածել այլոց մեջ, բայց դեռ լիքը գիրք ունենք գնված, որը պիտի գա հասնի։ Ուրեմն ես մեր տնից, պապայիս գրադարանից իր անունով կողծել եմ մի քանի հատ գիրք, որոնք որ համարել են, որ խուստուփ գիտատաճարի համար չափազանց կարևոր են։ Հա, և սկսենք ամենաշշմելու գրքից, էլի մեր տան գրադարանից, էլի կսեմ, որը պապայիս գրքերն են եղել, ես կողծել եմ և էլ Գյումրի չեմ վերադարձնելու։ Մեր առաջի գիրքը, որը այս դեպքում նվիրել է Լևոն Բարսեղյանը փաստացի հայրս և ինքն է եղել այս գաղափարի ոչ ուղղակի հիմնադիրը, իսկ ինքնպես չէ, որ սելեսի երեք, բայց այն որ մեր տունը եղել են շատ լավ գրքեր, դա է եղել իմ պատճառը, որ առհասարակ ես կուզեմ խուստուփի լանջին ստեղծենք դրանից բազմապատիկ անգամ լավը։ Առաջի գիրքը դա Տաշեն հրատարակության գիրքն է, սիգիմ ձեռքս իրա չափը, բայց ինչ-որ ծեննձիք թվա շատ բարձր է, մեկ քիչ կամեցնեմ, էլի, մեկ երկու, մեկ, լավ է, մեր ոպեմ, այս գիրքը ժողովուրդ ինֆոգրաֆիկաներ են, ինչ է սա, ինչ է ինֆոգրաֆիկան, ինվորմացիան սիրուն տեսքով մատուցած գիրք է, ես բացեմ գա իրանից մի քանի էջ պատահական, ինքը այսպես, ես էջնեջը մրդվել էր, այսպես ինֆոգրաֆիկաներ են, որտեղ դուք կծանոթանաք աշխարհին, մոլորակներին, աստղերին, ինչպես է Տիտանիկ նավը սուզվել,
ինչքան հեռախոս է ծախվել, եսին երբ կանանց դերը աշխարհում։ Մի խոսքով, այս գրքի մեջ տեղադրված են աշխարհի լավագույն ինֆոգրաֆիկաները, եւ դուք կրնաք համ ինֆորմացիա ստանաք այս գրքից, համ ծանոթանաք աշխարհին, ինչը կսեպաբան, եթե ամեն օր այս գրքից մեջում սովինք, տեսնենք, իմանանք, մինչև այս գիրքը ավարտելը մենք կիմանանք աշխարհը ինչ է կառուցված։ Եվ այս գրքից ոգեշնչված Տաշենից ես մի քանի գիրք էլի ինֆոգրաֆիկաների ավելցրել եմ մեր ցանկի մեջ, որտեղ որ սննդի ինֆոգրաֆիկաներ կան եւ այլն։ Խոսքով առաջինը դա Տաշենի ինֆոգրաֆիկաների գիրքն է։ Այս գիրքը ֆանտաստիկա է եւ հասկանալու համար այս տիպի գրքերը ժողովուրդ էժան չեն, on-line չեք գտնելու եւ կոնկրետ այս գիրքը, ես քշեմ, որ մոտ $150 է գնվել ժամանակի։ Ոյ։ Մեր վարգյանը մի հատ զբուկը չեմ հասկանա, նորմալ է թե չէ։ Հաջորդ գիրքը էլի գողացված բաբայի գրադարանից խոհանոցների մասին է, բաբան շատ խոհանոցների գրքեր ունի, բայց մի քանիսը էլ հետ չեմ տալու։ Ստա մի հատ գիրք կա, որը տպագրված է բավականին հաստ էջերով, ինքը բարբիկյուի մասին է, խորովածի մասին է եւ առհասարակ, եթե դուք կուզեք զբաղվեք նորմալ խորովածով, սիգե։ Խորովածի թեմայով եւս մեկ գիրք գողացված բաբայի գրադարանից։ Էլի մսի հետ աշխատանք, որտեղ մենք խոհանոցի շատ գրքեր ենք ունենալու եւ նորից երրորդ գիրքը նույնպես խոհանոցային։ Էլի մսի հետ աշխատանք։ Սրանից զատ ժողովուրդ, երբ որ ես այս գրքահավաքը սկսել էի դեռ ոչ այս փուլը, սրանից առաջ Վարդան Քյուրումյանը իր կնոջ հետ ուղարկել էին մի քանի գրքեր, մի քանի չէ, բազմաթիվ գրքեր, որոնցից մի քանիսը միանշանակ պետք է գրանցել մեր խուստուփ գիտատաճարում, սրանցից մեկը այս գիրքն է, կոչվի 30 վարգանուն տեսություններ, եւ ստեղ կարելի է իմանալ շատ արագ հասկանալ բոլոր տեսությունների մասին։ Այսինքն, գիտեք ինչ, փաստացի կստացվի, որ խուստուփ գիտատաճարը ավելի շատ կառույց է, որը կօգնի հասկանալ տիեզերքը, աշխարհը, ձեր շրջապատող միջավայրը եւ սիգետ ցանկի մեջ ֆանտաստիկ լավ գրքերից է։ Մի հատ գիրք կա, որը ես վերջերս եմ կարդացել, որը իմ կյանքը շուռ է տվել, անկեղծած ես իր հետևանքները ես նոր կզգամ իմ վրա։ Եվ այս գիրքը գնել է Անահիտը Մարտիրոսյան, ինքը կոչվի Ծառերի գաղտնի կյանքը։ Այս գիրքը պետք է դասավանդվի, այս գրքի բովանդակությունը պետք է դասավանդվի երեխեքին դպրոցում։ Ես չեմ կարող մանրամասն սաղ պատմեմ, թե այս գրքի մեջ ինչ է գրված, բայց ես ձեզ մի քանի հատ բան կսեմ այս գրքից, որ ծառերը դրանք կենդանի օրգանիզմներ են, խոշոր հաշվով մեզնից շատ բանով չտարբերվող, եւ մենք իրանց մասին շատ քիչ բան գիտենք, թե իրանց սոցիումը ինչպես է կառուցված, հա, ծառերի սոցիումը, թե իրանք ինչ իրար հետ կշփվին, թե մեռած ծառը անդարի մար ինչ դեր ունի, բնական անդարներն ինչ են, եւ այս գիրք գրողը եղել է ժամանակին անդարապահ եւ գերմանացի ինքը ու երկար ժամանակ ինքը ուսումնասիրելով անդարները այս շեդևրն է թողարկե եւ եթե մեր ազգը թաթուլ լսող ազգը դպրոցում սովորեր կամ սովորի այս գրքի մեջի բովանդակությունը, ժողովուրդ դուք չեք պատկերացնի ինչքան ուրիշ երկիր մենք կունենայինք հիմի եւ Սամվել Կարապետյանը քսեր 5 րոպեով եղնեմ կրթության նախարար, առաջի բանը կենեմ, որ մարդիկ երթան արշավների դպրոցականները այդ նույն Կարապարը Իրանից գողնալով 5 րոպե կրթության նախարար եղնեի կհանձնարարեի այս գիրքը մտցնել կրթական process-ի մեջ։ Ֆանտաստիկ գիրք է, կյանք փոխող գիրք է։ Շարունակելով թեման, մեր գրադարանում շատ լավ գրքեր կան, Լեննագանի անձնական գրադարանից, որոնցից էլի կողծել եմ եւս մեկ գիրք, որը եղել է այս խուստուփ գիտատաճարի ճարտարապետական հիմքերում
Ճիշտ է, մենք ստեղից ոչ մի բան չենք վերցրել, բայց համենայն դեպս այս գիրքը ուսումնասիրելու փուլում ենք եղել դեռ 8 տարի առաջ, սա երկնաքերների հանրագիտարան սեմ, ինչ սեմ, աշխարհի ամենաբարձր շենքերի գիրքն է, որտեղ որ դուք կծանոթանաք, թե որ թվականին, որ շենքն է եղել, կառուցված ինչ բարձրությամբ, եւ եթե դուք աշխարհի ամենաբարձր շենքերով կհետաքրքրվիք, սա այդ գիրքն է, եւ այս գիրքը թողարկման պահին դեռ աշխարհի ամենաբարձր շենքը չէր կառուցված, Բուրջ Խալիֆան, որը դեռ Բուրջ Դուբայ կսեին նախքան բանը, եւ բարձրությունը դեռ չէր հանրայնացված, եւ այն վաղ կսեին 700 պլյուս մետր, հետո որ արդեն կառուցված իրական բարձրությունը երևաց։ Ու այս գրքի մեջ դեռ կա Բուրջ Խալիֆայի մասին, բայց դեռ չէր կառուցված։ Մի խոսքով երկնաքերների գիրքը, որը կարծում եմ պետք է եղնի մեր ընդհանուր հավաքածուի մեջ խուստուկ գիտատաճարում։ Հա, իդեպ այս գիրքը էլի քանի օր տնից եմ կողծե էլի Լևոն Պարսղյանը անունով է, հորս անունով է։ Մյուս գիրքը ժողովուրդ երկու գրքեր է։ Ուրեմն սրանք էլի խուստուկ գիտատաճարի արեցենք բացառություն եւ կարեւոր գրքերից են։ Բախտ ունիմ ընկերություն ենել այսօրվա մեր ժամանակակից լավ գրքեր հրադարագող մարդկանց հետ, որոնցից մեկը Տիգրանն է Վարագ, եւ սա համ հայերեն, համ անգլերեն գիրք է, եթե մենակ հայերեն եղներ, ցավոք սրտի չէի կրնան ավել ծնեի, բայց քանի որ մեջը անգլերեն է կա ամեն ինչ, սա ավել ծրել եմ ընդհանուր մեր գիտատաճարի ցանկին, եւ Տիգրան Վարագը փաստացի հրադարագել է հայոց հայկական լեռնաշխարհի, եթե չեմ սխալվի, գրքերի մասին, սարերի մասին հարագիտարան, եւ եթե դուք կուզեք ծանոթանաք հայոց լեռներին, հայկական լեռներին, այս գրքով կծանոթանաք։ Եվ ստեղ ես եթե չեմ սխալվի, Տիգրանը նաեւ խուստուկ լեռը ներկայացնելուց օգտագործել է նաեւ իմ լուսանկարները, որի համար ես շատ ուրախ եմ ու կուզենայի շատ ավելի շատ նկարներ Տիգրանը օգտագործել իմ լուսանկարներից։ Եկշում ենք մեզի մարտը զգանք, բայց գտնիմ էլի խուստուկի նկարը, նոր շարունակենք, պես ինչ ճղկեղնի։ Ահա, դիա։ Այս լուսանկարները, այս գրքի մեջ ես նկարը նկարել եմ Տիգրանի գրքում, հա, նկարել եմ խուստուկի իրական գագաթից դեպի կուսական գագաթ, անվերից վեր։ Այս երկրորդ նկարը նկարել եմ հենց այս շենքի բալկոնից մոտ 5-6 տարի առաջ, կուսական գագաթն է խուստուկի, այս գագաթը քչերն են բարձրացել, բոլորը գնում են կոմերցիոն գագաթ, մենք կսենք հանրակատար խաչի մոտ, այնտեղ կա նաև իրական գագաթ, որը կոչվում է ճկնավոր։ Ու խուստուկը այս գրքի մեջ ներկայացված է իմ նկարներով, ես ինձ լավ կզգամ։ Եվ Տիգրանի այս գիրքը դուք կրնաք, եթե չի վերջացել, ձեռք բերեք ինչ-որ խանութներում, բայց ինքը այս գիրքը նվիրել է ինձի, հետո զանգեց Սավապսիկ գիտատաճար չեղավ ամոթ քեզի։ Մի խոսքով սա խուստուկի գիտատաճարի հայկական հրատարակչության լավ գրքերից մեկն է։ Հայկական գրքերից խոսացի նոր Բերտան Մարտիրոսյան, ով որ Հայաստանում փաստացի այս պահին միակ թռչուն լուսանկարող մարդն է, հրատարակել է անցած տարի թե այս տարի թռչունների Հայաստանի թռչունները գիրքը, որտեղից որ դուք կրնաք իմանաք բոլոր Հայաստանի թռչունների մասին։ Ապագայում հուսամ Բերտան նույնպես գիրք կհրատարակի, որտեղ որ նաև քարտեզներ կեղնին, թե այս թռչունները Հայաստանում որտեղ կան։ Եվ այս գիրքը Բերտան նվիրել է խուստուկ գիտատաճարին, էլի եթե դեռ կա խանութներում կրնակերտակ առնեք։ Այո, սա իշխոր գովազդ է, բայց վաճառովի գովազդ չէ։ Ես իրականում կուզենամ, որ յուրաքանչյուր գրադարանում մեր հայ հեղինակների լավ որակյալ գրքերը եղնին ձեր գրադարանում։ Եվ դուք դրանով օգնեք իրանց շարունակել իրանց աշխատանքը։ Շարունակելով այս թեման, այս մեկ գիրքը ժողովուրդ էլի կյանք փոխող գրքերից է, եւ այս գիրքը ինձ իմ ծնունդից նվեր էր տվել Գոր Այզակ Հովհաննիսյանը, եւ այս գիրքը ես գրանցեմ իր անունով, որովհետեւ Գոր Հովհաննիսյանի գիրքն է Սիգի Մազնական գրադարանից պարտադիր պետք է տա խուստուկ գիտատաճար, ինչի։ Որովհետև ստեղ ժողովուրդ այս հաստությամբ գրքի մեջ ֆոտոներով պատմած է անցյալը,
թե ինչպես են մարդիկ անցյալում եղել, ապրել, արվեստերել, լողի գնացել, սովորել, մի խոսքով դուք ստեղից կիմանաք, թե մենք ինչ ենք ապրել ֆոտոյի ստեղծելուց հետո, ֆոտո լրագրության տեսանկյունից։ Եվ այս գիրքը ամեն անգամ թերթելուց աշխարհ ընկալում կփոխվի։ Բայց որ սա պետք է լինի մեր խուստուկ գիրատաճարի ցանկում։ Հիմա անցնենք նոր եկած գրքերին։ Ուրեմն մեր վարգյանում ստուգեմ։ Քիշեք, որ մենք մի հատ ընկեր ունեինք, ով որ Արսեն Թումանյանը 9-րդ մարտ, ով որ խուստուկ գիրատաճարի համար գրքեր էր առել, ինքը պատմության գրքեր կուղարկեր մեզ, մեր ցանկից, եւ վերջի 3 գիրքն է հասել իրա։ Մեկը առաջի համաշխարհային պատերազմը, արդեն վիզուալ իլյուստրացիաներով, ժամանակագրությամբ, բայց որ մենք արդեն առաջի ու երկրորդ համաշխարհային պատերազմը, вообще պատերազմների թեման բավականին ծածկում ենք։ Մյուս գիրքը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակագրություն է, timelines, այսինքն ըստ հերթականության, որից հետո ինչ է եղել։ Ստեղից կիմանաք երկրորդ համաշխարհային պատերազմի հերթականությունը։ Եվ երրորդը, էլի երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ, արդեն ավելի մասնագիտական, մի խոսքով, այս 3 գրքով Արսենը Թումանյան փակեց երկրորդ համաշխարհայինի թեման, եւ եթե երկրորդ համաշխարհայինը նորմալ կուզենք հասկանանք ինչ է, այս 3 գրքից կհասկանանք ինչ է, որը կերտային պատմության գրքերի կողքը գտնվի։ Մյուս գիրքը գնվել է 2 հոգու կողմից։ Թույլ տվեք գտնեմ։ Հռիփսեմետ Հաղթյանը եւ Մերի Մաթեոսյանը, մեր 43 եւ 44-րդ գիրք նվերտվողները նվիրել են ճարտարապետության վիզուալ պատմության գիրքը, որտեղից որ մենք ծանոթանանք մեր երկիր մոլորակի վրայի մարդկության ճարտարապետությանը, պատմությունը։ Հուսամ ստեղ Հայաստանից ինչ-որ բան կեղնի, որովհետև անի ճարտարապետական դպրոցը կարծում եմ արժանի կեղներ ես գրքում եղներ, չեմ հասցրել թերթեմ նայեմ, ժամանակը շատ քիչ է, բայց Հռիփսեմետ Հաղթյանը եւ Մերի Մաթեոսյանը նվեր են տվել այս գիրքը։ Այս պահին ԱՄՆ-ում քերանցս տունը հավաքված է մոտ 30-ից ավել գիրք, Բելգիայում կա եւս 7 գիրք, մի խոսքով գալիս են, հələ գրքերը գալիս են գնված եւ այս մեր ուղիղ եթերի պահին գնված կա խուստուկ, այսինքն խուստուկ գիրատաճարը ունի 196 կդոր գիրք, 4 գիրք հետո դառնալը 200 գիրք։ Մենք դեռ 1000-ից ավել գիրք ունենք ձեռք բերելու եւ խնդրած կեղնի մեզ գաղափարով բարակել ձեր ընկերներին։ Հաջորդ ուղիղ եթերը կեղնի արդեն շինարարության վերաբերյալ, որովհետեւ ես քանի օր է գնացել էի նկարահանումների եւ գալուց պլանավոր էի անցնել արդեն շինարարությանը, որովհետեւ լիքը նյութեր են եկել եւ դի գործեղնվի։ Գրքերի մասով սպասում եմ մինչև մեր հարուտը Երևանում հավաքել գրքերը, որոնք որ հասել են եւ մեր թեմայի մեջ թեմայից դուրս նաեւ ինֆորմացիա ես այս փուլում իմ օրվա հացը վաստակում եմ time lapse նկարելով հանրային հեռուստաընկերության համար, ովքեր որ չեն նայում հանրային, նայեք հանրային, այնտեղ հաղորդումների արանքը Հայաստանից գեղատեսիլ տեսարանները նկարում եմ ես Հայաստանը տարբեր տեղերից եւ դա շատ հետաքրքիր եւ շատ ծանր աշխատանք է, գիշերը կամերան տնես կը, հանրև կուկա, բդի ելնի սավիտարդ կացես վրեն, հետո բդի կշես, ավտոյի վրա չի դեմիչ, կճարտի, բդի սարկես, եղանակներին բդի դիմանաս, կնել, զարդնել, ու այս անգամ նկարել եմ մոտ 15 time-lapse, հիմնականում Շիրակի մարզում, Լոռու մարզում, Վայոց ձորում եւ Սյունիքում, որոնք կտեսնիք հմեգի եթերում մոտ 1 ամսից բարբերաբար ընդեղ ցույց են տալու եւ այն process-ը թե դա ինչպես է մշակվում, ես դրա մասին դասեր եմ անում եւ տեղադրում եմ իմ Patreon-ի էջում։ Եվ եթե ցեզի այս թեման հետաքրքիր է այս դասերի, դուք ինձ կրնակ իմ գործին աջակցեք Landmark AM-ի Patreon էջին բաժանորդա գրվելով, որը կգցեմ հիմի այս նկարագրության մեջ։ Ամփոփելով այս սաղ ընդհանուր թեման, ես մի քիչ եմ այսօր տրամադրություն չունիմ հաշվի առնելով Թաթուլի համերգի բազմամարդ էյֆորիկ կայֆ ստանալու վիճակը, հա, որ մարդիկ ռեալ
կայֆ կստանան հատուլի երաժշտությունից, բայց կոմիդասի երաժշտությունից կայֆ չեն ստանա։ Մտածելու տեղ կուտա, լուրջ մտածելու տեղ կուտա այս ամեն ինչը ու ավելի կմոտիվացնե շարունակել են ինչով որ զբաղված ենք։ Ովքեր որ կրկեր են նվիրել, ես նորից կսեմ շնորհակալ եմ վստահության համար, ես ձեր վստահությունը չեմ չարաշահելու, հատկապես իմանալով ամեն գրքի պատմությունը։ Գրքեր ունենք, որոնք դեռ չեն հասել, մարդ ով որ իրավով աշխատավարձով իր երեխեքի անունով գրքեր է արել, ուղարկել է, դեռ չեն հասել։ Ես գիտեմ ինչքան մեծ դժվարությամբ այդ գրքերը կգնվին ու կհասնին, ու ես այդ պատասխանատվությունը չեմ չարաշահելու, եւ անվանական ամեն ինչ գրելու ենք։ Եվ եթե գիրք չեք ձեռք բերել Խուստուկ գիտատաճարի համար, կրկնեմ առեք Մարտա միամ գիրք առեք Խուստուկ գիտատաճարի համար ձեր անունից։ Այս պահին, մեր զրույցի պահին գրքեր են նվիրել 72 անձիկ, 72 մարդ։ Դուք կրնակ եղնիք մյուսները, ասենք, մինչև չգիտեմ, ինչքան շատ եղնիք այդքան լավ։ Ցանկը կտեսնիք այս բանի մեջ, կծես լայվի նկարագրության մեջ, ընտրեք գիրքը, տեղեկացրեք որն եք պատվիրելու չգնված գրքերից, ես ձեր անունով տեղափոխեմ գնված գրքերի ցանկ։ Եվ ամենակարևորը, այս գաղափարով վարակեք ձեր ընկերներին եւ մտերիմներին։ Սկանը։ Ես երտամ արդեն time-lapse-ի դասը սարքեմ, գցեմ մեջ։ Դա մնացեք ժողովուրդ։ Ստեսություն։